Ուրեմն ծննդոց գիրք 3-րդ գլուխ 22-րդ խոսքն եմ ուզում ընթերցեմ, ծննդոց գիրք 3-րդ գլուխ 22 խոսքը։ Եվ Տեր Աստվածը ասեց. ահա Ադամ մեզմե մեկուպես եղավ, բարին եւ չարը իմանալով։ Եվ հիմա պիտի չթողեմ, որ ձեռքը երկարացնի եւ կենաց ծառից վերցնի եւ ուտի եւ հավիտյան ապրի։ Գիտեք, այս հատվածը շատ անգամ մենք միշտ մտածել ենք սրա վրա, որ ինչի Աստված չթողեց, որ ուտի, ուտելու վրա ենք միշտ, ավելի լավ էր ուտեր կամ չուտեր, միշտ վարդապետական այս անցքերի վրա է զրույցը եղել, բայց այդտեղ մի հատ նուրբ պահ կա, որի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ դարձնեմ։ Ինչն էր պատճառը, պատճառներից ամենագլխավորներից մեկը, որ Աստված չթողեց, որ նա կենաց ծառից ուտի։ Ասենց տերմին է այստեղ գրված, չլինի իր ձեռքը երկարացնի։ Եբրայերեն բնագրի մեջ շալախ յադ բառն է օգտագործվել, որ հին եբրայեցիները այդ տերմինը հասկացել են հայերի պես, ոնց որ մենք հիմա հասկանում ենք, որ մենք այդպես տերմին ունենք, ինչ է ձեռքդ երկարացրել։ Սրա մեջ կա հեգնանք։ Այսինքն ձեռքը երկարացնել միտում ունի սխալ վերաբերմունք անելու։ Ձեռքը երկարացնել նկատի ունի փչացնել, նկատի ունի կործանել, այս երանգ ունի խոսքի մեջ։ Ես օրինակի համար ծննդոց 22-ի 12-ում գրված է Աստված Աբրահամին ասեց ձեռքդ մի երկարացրու տղայի վրա։ Այդ երկարացնել բառը Աստված նկատի ուներ մի սպանիր, իրան մի մորթիր, կամ երբ որ Ռուբենը եղբայրները Հովսեփին դրել են, պիտի ուզում էին սպանեին, Աստված Ռուբենի միջոցով այսպես ասեց եղբայրներ, արեք մեր եղբոր վրա ձեռք չերկարացնենք։ Նույն բառն է շալախ յադ, որ օգտագործված է այդտեղ, նույն բառն է, այսինքն մեր եղբորը չսպանենք։ Այսինքն ձեռք երկարացնել այս տերմինը, այս հատվածում հասկացվում է, որ Ադամը եւ Եվան սխալ վերաբերմունք, սխալ հոգիով մոտենում են կենաց ծառին, նրանք անարգանքի հոգի ունեն կենաց ծառին մոտենալու։ Ասում է, որպեսզի նրանք իրանց ձեռքը չերկարացնեն, Աստված դա էր տեսնում, որ Ադամը Եվան Աստծո խոսքի հանդեպ ունեին սխալ հոգի եւ նրանք կործանելու, ծռելու, փչացնելու հոգիով պետք է մոտենային այդ կենաց ծառին։ Աստված ասեց, ես չեմ թողում։ Հասկացաք, ոչ թե որ իմաստեսի էր, որ նրանք խելքի պիտի գային, փրկվեին, Աստված էլ չթողեց։ Այտենց չի։ Այսինքն Աստված տեսավ, որ նրանք խոսքի հանդեպ ունեին շատ թույր վերաբերմունք եւ Աստված ասեց, նրանք պիտի չուտեն։ Ինչի համար ես սա ասեցի։ Ժողովուրդ ինչքան կարևոր է մենք հարգանքով մոտենանք կենաց ծառին։ Աստված որ եղբորը կապ չունի, որ կօգտագործի իր հայտնության խոսքը բարձրացնելու համար, իր կենաց խոսքը բարձրացնելու համար, շատ կարևոր է, որ մեր սիրտը Աստծո խոսքի հանդեպ լինի շատ խորը վախով եւ շատ խորը հարգանքով։ Ես հենց այս միջև այդ թեմային անցնելը, ես ուզում եմ մենք այս աղոթքը անենք հավատքով։ Սուրբ Հոգուն տեղ տանք եւ ասենք Աստված իմ, մենք ուզում ենք քո կենաց ծառին չմոտենանք ինչպես Ադամը մոտեցավ, ինչպես Ադամը կուզենար մոտենար, բայց մենք քո կենաց ծառին ուզում ենք մոտենանք ամենայն վախով ու հարգանքով, որովհետեւ մենք ուզում ենք դու մեր սրտերի հետ խոսես։ Ամեն։ Թող նա մեր սրտերի հետ խոսի։ Բավական է, որ նա բարձրացնի իր ձայնը, բավական է, որովհետև գրված է, որ եղնիկները պիտի ծնվեն, մայրենիները պիտի կոտրվեն, Աստված հրաշքներ պիտի անի, Աստծո բժշկությունը պիտի բարձրանա, գետերը հավիտենական պիտի հոսեն, բավական է, որ նա խոսի։ Արեք կանգնեք դրա առաջ եւ ասեք մենք ուզում ենք որ դու խոսես մեր սրտերի հետ, Տեր։ Մենք ուզում ենք որ դու բարձրացնես քո հայտնության հոգին։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 35-ից մինչև 44 խոսքը։ Դու գիտեք, որ յուրաքանչյուր բուսական սերմ կլինի, բույս կլինի կամ կենդանական ստեղծագործություն կլինի, հիմքում ընկած է սերմը աճելու համար։ Օրինակի համար, եթե ես ուզում եմ
հաճարիս քաղ ունենամ, այսինքն ցանեմ եւ արդյունքում հաճար քաղեմ, ես չեմ կարող եգիպտացորեն ցանել։ Ամեն սերմ ունի իր մարմինը։ Այս հատվածի մեջ այդպես է ասում։ Եվ յուրաքանչյուր բույս ունի իր սերմը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի իր սերմը։ Կա երկրավոր մարմին, կա երկնային մարմին, Աստծո խոսքը ասում է։ Այսօրվա թեմայի վերնագիրը հետևյալն է։ Աստծո ողորմությունով ես ուզում եմ ցույց տալ երկնային մարմնի սերմը։ Այո, մենք երգեցինք այս երգը, ինձ նոր թևեր տուր, որովհետև մեր հավատքի վաղճանը սա է, մենք ուզում ենք քո հետ ապրենք Հավիտյանս Հավիտենից։ Սա մեր նպատակն է։ Որովհետև մենք հասկացել ենք, որ երկրի վրա այլևս մեզ հետ ոչինչ կապող բան չկա, մեր հավատքի ամբողջ վաղճանը, մեր ամբողջ նպատակը, որ մենք Հավիտյանս Հավիտենից նրա հետ պիտի լինենք երկնքում, իր անունը փառավորվի։ Պիտի գա ժամանակ, որ հրեշտակապետը փողը պիտի փչի։ Եվ մենք, եթե ողջ ենք, մենք պետք է հափշտակվենք, մեռելները հարություն պիտի առնեն, եւ այդպես մենք օթերի մեջ նրան պիտի դիմավորենք, եւ մենք պիտի ունենանք երկնային մարմին։ Բայց ինչպես է դա լինելու։ Տեսեք, յուրաքանչյուր բույս ունի իր վեգետացիոն շրջանը։ Օրինակ, կարտոֆիլի վեգետացիոն շրջանը դա 90 օր է։ Դրեցիր հողի մեջ, դու 90 օր պիտի մշակես, 90-րդ օրը դու իրան կարող ես հավաքել, որովհետև սա իր վեգետացիոն ամենավերջի փուլի շրջանն է համարվում։ Արդեն այդ ժամանակ իր բերքահավաքի ժամանակն է լինում։ Այսինքն սերմը այդ ընթացքում իր գործը անում է, ինքը մնացել է հողի մեջ, իր գործը անում է։ Հիմա Աստված մեզ սովորացնում է երկնային մարմին ունենա, ինչպես մենք պետք է ունենանք երկնային մարմին, եւ մեր կյանքի ամբողջ ընթացքը, որը համարվում է վեգետացիոն շրջան, մենք այս երկնային մարմնի սերմը պիտի ցանենք, երբ որ Քրիստոսի գալուստը եղավ, դա արդեն կլինի բերքահավաքի ժամանակ, ու արդեն այդ ժամանակ պարզ երևալու է, որ մենք երկնային մարմինը ունենք կամ չունենք։ Շատերը մտածում են ոնց է դա լինելու, այնքան պարզ է։ Հիմա թույլ տվեք 40-ից ընթերցեմ։ Երկնավոր մարմիններ էլ կան, երկրավոր մարմիններ էլ։ Բայց երկնավորներու փառքը ուրիշ է, ես 40-ից եմ ընթերցում։ Ու երկրավորներունը ուրիշ է։ Արևու փառքը ուրիշ է, լուսինի փառքը ուրիշ է, աստղերու փառքը ուրիշ ու մեկ աստղը մյուս աստղից տարբեր է փառքով։ 42-րդ խոսքը։ Այսպես մեռելների հարությունն էլ, մարմինը ապականությունով կսերմանվի, անապականությունով հարություն կառնի, անարգությունով կսերմանվի ու փառքով հարություն կառնի, տկարությունով կսերմանվի եւ զորությունով հարություն կառնի, կսերմանվի շնչավոր մարմին եւ հարություն կառնի հոգեվոր մարմին։ Դուք հասկացաք որն է սերմը։ Առաջի բարբերությունն եմ ընթերցում։ Այսպես էլ մեռելների հարությունը, մարմինը, սա իմ մարմնի մասին է, սա քո մարմնի մասին է։ Մարմինը 3 ձևով պետքա սերմանվի։ Առաջինը, ասում է պետքա սերմանվի ապականությունով, անարգությունով եւ տկարությունով։ Այս 3 փուլերի մասին ես այսօր ուզում եմ խոսեմ Աստծո ողորմությունով։ Բայց մինչև այդ սերմանվելու մասին խոսելը, այդ վեգետացիոն զարգացման մասին խոսելը, մինչև ինչպես վերջում պետքա դառնա հոգևոր մարմին, երկնային մարմին, բայց մենք պետքա հասկանանք, որ այդ սերմը դա մեր մարմինն է։ Այ շատ քիչ եկեղեցիներ կան, որ այս վարդապետությունը հասկանում են։ Շատ քիչ մարդիկ կան, որ սրանք հասկանում են։ Երբ որ ասում ենք սեր, մենք միանգամից հասկանում ենք Աստծո խոսք։ Իհարկե սա
օրհնյալը, այոյա եւ ամենա, բայց սա լրիվ ուրիշ թեմա է։ Բայց Աստծո խոսքը մեզ այսպես է ասում, որ մեր մարմինը էդի այն սերմն է, որը պետքա ցանվի այս երկրի ընթացքում, մեր ապրած կյանքի ընթացքում, մինչև մենք կունենանք հոգևոր մարմին, երկնային մարմին։ Այն վարդապետությունը, որը ինձ չի տանում սրան, որ իմ մարմինը ցանվելու է ապականությունով, այլ հակառակը, հիմա աշխարհի վրա վարդապետությունները լրիվ գնում է դեպի բարգավաճման ուղղություն։ Ինչ ապականություն։ Ավելի շատ մարմնի փառք, բայց գիրքը տես չի ասում։ Ասում է մարմինը ապականությունով պիտի սերմանվի, այդպես ասում Տիրոջ խոսքը։ Այսինքն իմ վարդապետությունը եթե չտարավ սրան, որ այս մարմինը պետքա սերմանվի եւ այս մարմինը ապականությունով պետքա սերմանվի։ Այս մարմինը պետքա սերմանվի եւ անարգությունով պետքա սերմանվի, ոչ թե փառաբանությունով, ոչ թե այս մարմինի փառք տալով, այլ անարգությունով։ Այդ վարդապետությունը Աստծուց չի, եթե այդպես չի։ Լսեք, Աստված մարմնի հետ հավիտենական ծրագիր չունի, այս երկրավոր մարմնի հետ։ Մենք նրանք ինչքան ուզում ենք սնուցենք, այո, մենք նրան սնուցում ենք, որտեղ ժամանակավոր նա մեր համար հանդիսանում է որպես տաճար, բայց եթե որպես տաճար հասկացողությունը հանկարծ դնենք մի կողմ, այս մարմինը թշնամի է Աստծուն։ Մենք սա պիտի հասկանանք։ Մենք պետք է հասկանանք, որ այս մարմինը Աստծո բարեկամը չի, այս բնույթը մարմինի Աստծո բարեկամը չի։ Եվ բոլոր այն սկզբունքները, այն մեկնությունները, այն վարդապետությունները, որ տանում են սրան, որ մարդու մարմինը, մարմնավոր կյանքը ավելի ընդունելի է, սա հերձվածողությունը։ Այսա մենք պետք է հասկանանք։ Այ ինչ պիտի լինի։ Այս մարմինը պետք է դրվի հողին։ Սերմնացանի օրենքներ գոյություն ունի, ժողովուրդ։ Ես իմ մոտ նշել եմ Եսայա 28:24-ը, շատ հետաքրքիր խոսք ասում։ Եսայա 28:24 Հերքողը ցանելու համար միշտ կհերքի։ Ես շատ թարգմանություններով եմ նայել եւ բոլոր թարգմանություններով նույնն է գալիս միտքը։ Ասում է հերքողը ցանելու համար միշտ կհերքի։ Օրինակ, եթե հողը հերքեցինք, արեցինք կուլտիվացիա, փխրեցրեցինք հողը եւ սերմը դրեցինք հողի մեջ։ Մենք հաջորդ օրը հո չենք գնում ստուգենք սերմը աշխատեց թե հո չենք գնում փորենք, քանդենք, հասնենք սերմին, տենանք մի քիչ ծլելա նոր սերմերս հանգստանա։ Մենք հո ամեն օր դες բան չենք անում։ Ժողովուրդ, մենք սպասում ենք։ Հիմա, եթե դու սերմը դրեցիր հողի մեջ, երկրորդ անգամ կարող ես կուլտիվացիա անես, եթե սերմը արդեն հողի մեջ է։ Իհարկե չես կարող։ Այդպես բան չի կարա լինի։ Հիմա Եսայա մարգարեն հարցնում է, հերկողը ցանելու համար միշտ հերքում է։ Միշտ չի հերքում։ Սերմը դնելուց հետո այլևս չի հերքում։ Լսեք, Աստծո խոսքը ընդունելուց առաջ ինչքան կարևոր է, որ իմ սիրտը փխուր լինի Աստծո նկատմամբ։ Խոսքի նկատմամբ, որտեվ կոնկրետ Հոբ 38:38-ում, Հոբ 38:38, տեսեք ինչ է ասում։ Ասում է, երբ փոշին թրջվում է, փոշին, հողի մասին է։ Ասում է, երբ որ թրջվում է, խոնավանում է, ասում է գալիս է կպնում է իրար եւ կոշտուկներ է սկսում առաջանալ։ Կոշտուկներ է սկսում առաջանալ։ Եվ այդ կոշտուկների տակ Աստծո խոսքը միտեղ ասում է Հոբել մարգարեություն 1:17-ում ասում է կոշտուկների տակ իմ սերմս իր արդյունքը պիտի չտա, փչանում այդ սերմը։ Աստծո խոսքը, որպեսզի մեր կյանքում բարձրանա, որպես սերմ եւ իր արդյունքը տա, մենք այսպես ենք հասկացել։ Մեր սիրտը պետքա հերքենք, մեր սիրտը կուլտիվացիայի պետքա ենթարկենք, մեր սիրտը պետքա փխրեցնենք եւ որից հետո այդ սերմը դնենք։ Սերմի արդյունքը ունենալու համար, ժողովուրդ, սերմի հանդեպ կա իբր թե ճիշտ վերաբերմունք։ Նայեք, տեսեք, ես մի բան ասեմ։
կա մարդկային հարգանք, որը բացարձակ աստծությունը չի։ Օրինակ, ես սովի ժամանակը, պատկերավոր օրինակ եմ ուզում ասեմ, սովի ժամանակները եւ մի բուր ցորեն ունեմ, որ այդ ցորենը ես պիտի ցանեմ, որ վերջը հասկ լինի, ցորենը քաղեմ, հաց սարքեմ, որ իմ երեխաները ուտեն։ Հիմա որպեսի ցորենը իր արդյունքը տա, ինչ անեմ։ Նայեք, եթե շատ իմ կարծիքով ավելի շատ հարգանք ունենամ, քան ագրոնոմները, օրինակ, ես իրան վերցնեմ դնեմ ոսկե վազի մեջ, բրիլյանտի վազի մեջ դնեմ, ամենայն հարգանքով, իմ տան ամենաբարձր տեղում դնեմ, ու ամեն անգամ գամ իրան գովելի խոսքեր ասեմ, արդյունքը կտա այդ սերմը։ Նայեք, մարդիկ կան, որ այդ սերմի հանդեպ խորը հարգանք են ցույց տալիս, անունը գիտեք ինչ են դնում։ Անունը դնում են, ասում են դե մարմինը տաճարն է։ Ոչ ես տանելու թաղես։ Ինչ ապականվելու մասին է, այս մարմինը տաճարը։ Ինչ անարգելու մասին ես խոսում, չէ որ այս մարմինը տաճարը, եւ այս վարդապետության անվան տակ հասկանում եք, որ մարմնավորությունը սկսում է բարձրանալ։ Այսա է հերձվածողությունը, որ մարմնավորությունը, մարմնի սկզբունքները սկսում է մարդու կյանքի մեջ բարձրանալ, իբր թե այս տաճարը հարգելու անվան տակ։ Ես վստահ եմ, որ հափշտակության ժամանակ շատերը հասկանալու են, որ նրանք ռեալ իրանց ձեռքերի մեջ ունեին սերմ, բայց իրանք դա չցանեցին։ Բայց դա չդրեցին հողի մեջ։ Դա նշանակում է ավելի քան ոչինչ։ Եթե հողը ոչինչ է, հողը հանում ես ու դնում ես մեջը լրիվ։ Դա ուրիշ ոչ մի բան չի, եթե ուղղակի սերմին պետք է հանդիպի ապականությունը։ Եթե այդ սերմը չապականվեց, եթե այդ սերմը չնեղեց, եթե այդ սերմը չփչացավ, եթե սերմը չանարգվեց, ինքը կմնա մենակ, գիրքը այդպես ասում։ Բայց եթե այս սերմը ապականվեց, սա Քրիստոսի խաչի վարդապետությունն է։ Լսեք, Հիսուսի խաչի վարդապետությունը հետևյալն է, նրա ճանապարհը նեղ է, նրա դուռը նեղ է, բայց լայն այն ճանապարհը եւ լայն այն դուռը, որը տանում է դեպի կորուստ, ինչ ենք ընտրում, որն է մեր ընտրությունը։ Եթե մենք մարդիկ ենք, որը սիրում ենք Աստծուն եւ մեր ամբողջ նպատակը հետեւյալն է, այո, ես ուխտել եմ հավիտյանս հավիտենից քո հետ լինելու։ Մենք մարդ ենք, կարանք ընկնենք, կարանք վերջը, կարանք շատ հարցերի մեջ սխալվենք, բայց մի օր Սուրբ Հոգին պիտի կանգնեցնի մեզի։ Մենք մի օր պիտի հասկանանք, որ այս մարմինը փառքի համար չի նախատեսված, այս մարմինը Աստված մեզի տվել է որպես հավիտենական երկնային մարմնի սերմ։ Աստված իր ժողովրդին տարավ այդ ճանապարհով։ Այո, Աստված Հովսեփին սովորացրեց, որ դու քո հայրիկի, քո պապայի ամենասիրելին ես։ Բայց ես քո հետ ծրագիր ունեմ, Հովսեփ։ Ես ուզում եմ քո երկրավոր սերմը վերածեմ երկնային մարմնի։ Հովսեփ, համաձայն ես։ Քո պապան քեզի շատ սիրում, ամենաբարձր տեղում դրել է, ամենապատիվը քոնն է, էսի շատ լավ է, դու ոսկե վազի մեջ ես, բրիլյանտե վազի մեջ ես, շատ ընտիր է, շատ լավ է, բայց ես որոշել եմ, Հովսեփ, քեզի տամ երկնային մարմին։ Հետաքրքիր է, Հովսեփը ինչ ասի։ Ասի ամեն, թե ասի չէ, չեմ ուզում։ Հովսեփը պիտի ասի ամեն։ Հովսեփ իր կյանքում ասեց ամեն։ Եվ երբ որ Հովսեփը ասեց ամեն, ուզում եմ տեսնենք Հովսեփի ճանապարհը։ Եղբայրները իրանք գցեցին գուբը։ Դա նշանակում է փորել, սերմը դնել հողի մեջ։ Եղբայրները գցեցին գուբը։ Եվ հետո պետապրես դահճապետի կինը հողերը քաշեց գլուխը։ Վերջը Հովսեփին Աստված ցանեց, բարից բուն իմաստով, Աստված ցանեց, որովհետև Աստված ծրագիր ուներ, նպատակ ուներ։ Ես ուզում եմ ունենալ մարդ, որը ունի երկնային մարմին։ Սա մոդելն է, թե ինչպես են մարդիկ հափշտակության ժամանակ ունենալու երկնային մարմին։ Եթե մենք այդպես չարեցինք,
Եթե մենք այդպես չվարվեցինք, ժողովուրդ, մենք մնալու ենք մենակ։ Ինչպիսին է մեր սկզբունքը, ինչպիսին է մեր վարդապետությունը։ Եվ Հիսուսն էլ այսպես ասեց ծորենի հատը, եթե չմեռնի ինքը կմնա մենակ։ Բայց երբ որ ինքը մեռավ, արդյունքը մենք ենք, անթիվ են արդյունքները, մենք ենք, որովհետև նա մեռավ մեր համար։ Չէ՞ որ նա այս ճանապարհով մեզի ցույց էր տալիս, թե ինչպես ունենալ երկնային մարմին, եւ հիմա մենք իրավունք ունենք երկնային թագավորության մեջ կանգնելու, երկնային մարմին փափագելով այդ վեգետացիոն շրջանը ապրելու։ Սա Քրիստոսի մահով կատարվեց։ Եթե նա արեց այդպես, հիմա հերթը մերն է։ Մենք սիրենք իր խոսքը։ Լսեք, մեր կյանքի ընթացքում կլինեն պահեր, որ այո, Աստված մեր առաջ կդնի նեղություն։ Եվ այդ նեղությունը մեր մարմնի համար հաճելի չի լինելու, ժողովուրդ։ Էդի անարգանք է լինելու մեզի, նախատինք է լինելու, տկարություն է լինելու մեր համար, ուղղակի Աստված դնելու է մեր դեմը։ Մենք չենք կարող խուսափենք այս կյանքից։ Բերելու է եւ դնելու է մեր դեմը նեղ ճանապարհ։ Արմեն, ուզում ես ընտրես։ Էսի է ճիշտը։ Իմ ու քո առաջ ինքը կոնկրետ դնելու է նեղ դուր։ Եվ այդ ժամանակ, եթե ես նայեմ, ասեմ, բա անարգանքը չի լինի, Հիսուս ջան, նեղ դուրը տաս, մի քիչ է պատիվ տաս, չի լինի։ Կոմպենսացիա լինի, էլի ինչ կլինի։ Այսպես վարդապետություն կա։ Կոմպենսացիա անենք, չի լինի։ Մի քիչ նեղ, բայց մի քիչ էլ հանգիստ լինի, էլի։ Չի լինի, որ նեղ դուրը անցնելու ժամանակ մի քիչ կոմպենսացիա լինի վարդապետության մեջ։ Չկա տենց բան։ Էդի սատանայի սուտն է, ժողովուրդ։ Կամ ապաշխարում ենք, կամ չենք ապաշխարում։ Աստված էսպես է դնում մեր առաջ։ Այն մարդը, որը սիրում է Աստծուն, իր ամբողջ նպատակը հետևյալն է. ես ընտրել եմ քեզ, Տեր։ Ու կապ չունի ինչ ճանապարհով ինձ կտանես։ Ինձի կտանես նեղ ճանապարհներով, ինձի քարքարոտ ճանապարհներով կտանես, մահվան շուքի ձորով կտանես, Դավիթն ասում է, ես պիտի չվախենամ, կմտնեմ մահվան շուքի մեջ, բայց ես մի բան ունեմ իմ սրտի մեջ, մի փափագ ունեմ, որ դու իմ հետ ես եւ իմ ընտրությունը դու ես ընտրել եմ քեզ, ես ընտրել եմ քո հետ ապրելու կյանքը, Տեր։ Սա է Աստծո ճանապարհը, ժողովուրդ։ Աստված այսպես է բարձրացնում իր խոսքը, որ մենք կարողանանք ապրենք իր խոսքով։ Ուսում եմ կանգնենք իր առաջ։ Աղոթենք եւ ասենք, Տեր, մեզ ապրեցրու խոսքիդ համեմատ։ Եվ եթե ես մարդ եմ, հանկարծ լինի, որ ես աչ կամ ձախ խոտորվելու լինեմ, ես հետևից լսեմ քո ձայնը, որ քո ձայնը ինձ ասի, գնա իմ խոսքով, գնա ուղիղ ճանապարհով, աղոթենք։